Ծանր է Ռուստամ Բաքոյանի բեռը։ Մեկ թևի տակ առնելով, մեկ ուսին դնելով, հետո գրեթե շալակած հեռացնում է ՔՊԱ-ական գործընկերոջը։ Արեն Մկրտչյանը ՔՊԻ-ի այսպես ասած հարձակվողների բանակից չէ, բայց նա էլ է ափերից դուրս եկել։ Ընդդիմադիրները նկատում են, ՔՊԱ-ականների զայրույթը պոռթկում է այն պահին, երբ Հայաստան խմբակցությունը հայտարարում է, որ ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նախագիծ է ներկայացրել օրենսդիր։ Հենց ԱԺ նախագահն է լարում իրավիճակը։ Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք դաշնակցականներով Հայաստան դաշինքի մնացած անդամներն պլեն են ընկել այս խոսակցության։ Ու թող չփորձեն տեղից արձագանքել ընդդիմադիրները։ Սա է Ալեն Սիմոնյանի կեցվածքը։ Նստեք, ինչի՞ չանեմ, նստեք։ Ըստ Ալեն Սիմոնյանի մանկապարտեզում չեն։ Դու նստած մնադ։ Բայց Սիմոնյանը իրեն պահում է մանկապարտեզի վարիչի պես, նկատում են ընդդիմադիրները։ Ազգային ժողովի նախագահը խոսում է այնպես, ինչպես ուզում է, երիտասարդ անվանում Գառնիկ Դանիելյանին։ Երիտասարդ, լսի։ Վահե Ղալումյանն այնպես է կուրծք տալիս Ալեն Սիմոնյանի պաշտպանության համար, որ սկսում է հրմշտել իրեն հանդարտվելու կոչ անող Գեղամ Մանուկյանին։ Իսկ ՔՊ խմբակցության քարտուղարը սադրանքն էլ ավելի է սրում, սեռական հայհոյանքով։